Հուլիսի 12-ին կայացել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի գլխավորած պատվիրակության անդամների հետ։ Հյուրերին դիմավորում են հայկական հյուրընկալության բոլոր կանոնների համաձայն։ Ազգային ուկրաինական երաժշտության ու պարերի ուղեկցությամբ ներկաներն ուղևորվում են երկու երկրների պատվիրակությունների հանդիպմանը։ Ողջունելով հյուրերին, Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երկու պետությունների երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորում է նման բարձր մակարդակի փոխայցելությունները։ Հարգարժան Վլադիմիր Միխայելովիչ, սրտանց ողջունում եմ ձեզ եւ պատվիրակության բոլոր անդամներին։ Հայ եւ ուկրաինացի ժողովուրդներին միավորում են դարերի խորքից եկող բարեկամական եւ եղբայրական հարաբերությունները։ Հայաստանում երախտագիտությամբ են հիշում ձեր ժողովրդի ցուցաբերած աջակցությունը Սպիտակի երկրաշարժի ժամանակ։ Հատկապես ցանկանում եմ ընդգծել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի անձնական մեծ դերակատարումը աղետից տուժած շրջանների վերականգնման գործում։ Ես որպես հայ-ուկրաինական падգամավորական բարեկամության խմբի նախագահ պատրաստ եմ ամեն կերպ աջակցել մեր երկրների միջև միջխորհրդարանական, քաղաքական, տնտեսական եւ հումանիտար կապերի խորացմանը։ Հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանը կարևորեց միջազգային կառույցներում ու կազմակերպություններում հայ եւ ուկրաինացի խորհրդարանականների փոխհամաձայնեցված ու արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը։ Այս ամենից զատ առաջիկայում Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ համառային ճամբար է կազմակերպվելու, որին մասնակցելու են Բարգավաճ Հայաստան կուսակցության, Եդինայա Ռոսիայի եւ ռեգիոնների կուսակցության երիտասարդական թևերի մոտ 1000 ներկայացուցիչներ։ Ողջունելով ԲՀԿ նախագահին, Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը դրական գնահատելով քաղաքական երկխոսության մակարդակը երկու երկրների միջև նշեց, որ բոլոր պայմանները կան սերտացնելու հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Господин Царукян, уважаемые коллеги, мы благодарны за такой теплый прием. Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Իմ պաշտոնական այցի շրջանակներում կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Համոզված եմ, որ Ուկրաինայի եւ Հայաստանի խորհրդարանների միջև արդյունավետ համագործակցությունը շարունակական է լինելու։ Մեր երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են եւ միջխորհրդարանական համագործակցությունը եւս պետք է նոր փուլ թևակողի։ Նպատակը առավել շոշափելի արդյունքների հասնելն է։ Զրույցից հետո հյուրընկալ տանտիրոջ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ Ուկրաինայի ժամանած պատվիրակության անդամները շրջեցին Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի թանգարանում։ Ծանոթացան 130-ամյա կենսագրություն ունեցող գործարանի պատմությանը։ Հյուրերը շրջեցին կոմբինատի մառաններում, որտեղ ստեղծված են կոնյակի գինու պահպանման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Ուկրաինացի հյուրերը հետաքրքրությամբ ծանոթանում էին կոմբինատի պատմությանը, ուշադրությամբ ուսումնասիրում շուրջ 1 դարյա կենսագրություն ունեցող մառանները։ Դե իսկ հայկական գինիների համտեսը անտարբեր չթողեց ոչ ոքի։ Ի հիշատակ Հայաստան այցելության Գագիկ Ծառուկյանը Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահին լավագույն կոնյակով լի անվանական տակառ է նվիրում։ Վերջում ի պատիվ բարձրաստիճան հյուրերի Գագիկ Ծառուկյանի անունից պաշտոնական ճաշ է մատուցվում։ Հանդիպման ավարտին կողմերը միմյանց հրաժեշտ են տալիս լավագույն տպավորություններով եւ առաջիկայում անպայման հանդիպելու հաստատակամությամբ։ Իվետ Ատոնոյան, Աշոտ Համբարձումյան, Մհեր Կիրակոսյան, Հովանես Քյուրքչյան, Էպիկենտրոն։